Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կրկին հանդես եկավ հայտարարությամբ, մեջբերում եմ, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդախտանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նոր ընտիր կաթողիկոս, ում բարևարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի, մեջբերման ավարտ։ Հիշեցնենք, որ շուրջ 10 օր է Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե կաթողիկոսը պետք է հեռանա, քանի որ կուսակրոնությունը դրժել է, զավակ ունի, ինչի համար պետք է նրան փոխել։ Այս օրերին բոլորին մեկ հարց է հուզում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր համար ցանկալի ինչ-որ մեկին առաջադրել կաթողիկոսի փոխարեն, որ նման հայտարարություններով է հանդես գալիս։ Առլու լրատվականի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը դեռևս փորձում է եկեղեցու ներսում թուլացնել, հոգևորականների շրջանում լարվածություն ստեղծել, որից հետո նոր կկարողանա ինչ-որ ձևով նոր կաթողիկոս ընտրելու մասին մտածել, որը պետք է անեն եկեղեցականները, իրենց ներսում։ Առլու լրատվականը դիմել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանին պարզելու համար, արդյոք իշխանություններն արդեն հստակեցրել են, թե որ եպիսկոպոսը, ով պահպանել է կուսակրոնության խոստումը, կփոխարինի կաթողիկոսին։ Մեջբերում եմ. Այդ հարցն անիմաստ է, քանի որ մեր նպատակը ոչ թե որևէ մեկին կաթողիկոս նշանակելն է, այլ մեր նպատակը եկեղեցուց մաքրելը մաֆիոզ խմբավորումներից, մնացածն արդեն երկրորդական է։ Ընտրություններն իրենց ներսից պետք է անեն, ոչ թե մենք ինչ-որ մեկին ունենանք, կամ մեր սրտի կաթողիկոսն ունենք, նման բան չկա ու չի կարող լինել, քանի որ մեր նպատակը լրիվ այլ է, եզրափակեց իշխանական падգամավորը։